Ինչու է մարդը գիրանում, արդյոք խնդիրը միայն շատ ուտելն է, ինչ բարդություններ ունի ճարպակալումը և երբ պետք է դիմել վիրահատության։ Եկեք սահմանենք, որ ճարպակալումը իրականում ամբողջ աշխարհը արդեն դիտարկում է և սահմանում է որպես հիվանդություն։ Հայաստանի մեծահասակ բնակչության մոտ 50%-ը ունեն խնդիր ավել քաշ կամ ճարպակալում։ Ինչու է աշխարհը գիրանում, ինչից է առաջանում ճարպակալումը։ Քիչ ենք շարժվում, ամեն ինչ ստեղծվում է նրա համար, որպեսզի մենք մի հատ ավել գործողություն չանենք։ Լվացք չենք անում, աման չենք լվում։ Ինչպես է ճարպակալումը քանդում առողջությունը։ Իր հետ բերում է ուրիշ հիվանդություններ, ինսուլինի նկատմամբ ռեզիստենտություն, շաքարի թվերի բարձրացում, ճնշման բարձրացում, խոլեստերինի թվերի բարձրացում։ Ինչպես է բուժվում ճարպակալումը։ Դուք դիտում եք միֆեր առողջության մասին հաղորդումը, բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք մի խնդրի մասին, որը վերաբերում է միլիոնավոր մարդկանց։ Ինչու է մարդը գիրանում, արդյոք խնդիրը միայն շատ ուտելն է, ինչ բարդություններ ունի ճարպակալումը և երբ պետք է դիմել վիրահատության։ Կզրուցենք ճարպակալման կանխարգելման Հայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահ Հայկ Անուշ Համբարձումյանի հետ։ Բարև ձեզ, դոկտոր։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք, եկաք մասնակցելու մեր հաղորդմանը։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Մենք խոսելու ենք շատ կարևոր թեմայի ճարպակալման մասին, որին շատերը որպես արտաքին տեսքի խնդիր են վերաբերվում։ Բժշկական առումով ինչ է ճարպակալումը, անդրադառնանք տարածվածությանը ամբողջ աշխարհում, մասնավորապես Հայաստանում։ Եկեք սահմանենք, որ ճարպակալումը իրականում ամբողջ աշխարհը արդեն դիտարկում է և սահմանում է որպես հիվանդություն։ Այսինքն դա վիճակ չէ, որը մենք ուղղակի տեսնում ենք, դա հիվանդություն է, որին պետք է վերաբերվել որպես հիվանդություն և բուժել որպես հիվանդություն, ոչ թե ուղղակի, որ ունենք ինչ-որ տեսանելի խնդիր և պետք է դրա հետ աշխատել։ Եվ մոտ 2 միլիարդ մարդ արդեն ունեն ավել քաշ ճարպակալում ախտորոշումը։ Հայաստանում թվերն ինչպիսի։ Հայաստանում սարսափելի, որովհետև մոտ 50%-ը արդեն Հայաստանի մեծահասակ բնակչության մոտ 50%-ը ունեն խնդիր ավել քաշ կամ ճարպակալում։ Դա բավականին մեծ թիվ է, այսինքն ամեն երկրորդ, երրորդը ունի այդ խնդիրը։ Այո։ Ինչու է աշխարհը գիրանում, ինչից է առաջանում ճարպակալումը։ Տեսեք, ակնկալվում է, որ մոտ 35 թվականին մոտիկ էլ արդեն ամբողջ աշխարհի մակարդակով էլ 50% մարդիկ ունենալու են ավել քաշ ճարպակալում։ Չնայած ամեն ինչ արվում է, թվում է թե անդադ խոսվում է այդ թեմայի շուրջ, որպեսզի մարդիկ հետևողական լինեն եւ չհասնեն այդ աստիճանի, քաշի ավելացման։ Բայց մենք ապրում ենք մի միջավայրում, որը կոչվում է այսօր ճարպածին միջավայր, obesogenic environment է կոչվում, այսինքն մի միջավայր, որը նպաստում է նրան, որ մենք ունենանք նման խնդիր, կապված քաշի ավելացման խնդիր։ Գործոնները, որոնք են։ Գործոնները, այսինքն մեր սնունդը, մեր ապրելակերպը, որ մենք շատ քիչ ենք շարժվում, ամեն ինչ ստեղծվում է նրա համար, որպեսզի մենք մի հատ ավել գործողություն չանենք։ Լվացք չենք անում, աման չենք լվում, չգիտեմ, մենք անգամ Արդյոք չենք անում, երբ որ շարժվում եք մեքենաներով հավաքում կամ չգիտեմ ավելով ինչ որ աշխատանք ենք անում, այսօր դա էլ չենք անում, որովհետև մեծ մասը ունեն ինչ որ օգնական գործիքներ, որոնք դա անում են մեր փոխարեն։ Հետաքրքիր մի հատ տղամարդ պացիենտ ունեի, որը եկել էր Վարդաշաքարով ու ասում էր բժշկուհի ջան, ես անգամ պարկած եմ սնվում, այդքան ես չեմ շարժվում, էլի։ Պատկերացրեք, որ ինչքան է դա վնասում էս եւ մեծ խնդիր է առաջացնում։ Նույնն սննդի վերաբերյալ, երբ որ մենք մտնում ենք խանութ, մեր հենց ի սկզբանե դրված է այնպեսի սնունդ, այնպեսի ուտելիք, որը նպաստում է քաշի ավելացման, եթե մենք դա շատ ենք օգտագործում եւ մենք չհասկանալով, հատկապես եթե մի քիչ սոված եք մտնում խանութ, ամեն ինչ վերցնում ենք։ Ուրեմն ասենք, որն է այն սնունդը, որը ավելի շատ է ճարպակալում առաջացնում։ Իրականում պետք է միշտ ուշադրություն դարձնել իհարկե ածխաջրերի քանակին, թե մենք ինչքան ածխաջրեր ենք օգտագործում եւ հատկապես պարզ ածխաջրեր, այսինքն քաղցր ըմպելիքներ, քաղցրավենիքներ, ինչի մեջ կա հենց գլյուկոզան որպես ինքը իրենով եւ իհարկե մեր հասարակությունը նաեւ շատ է ուտում, անկախ ամեն ինչից դա ածխաջրատ է, թե սպիտակուց է, թե ճարպեր են, մենք շատ ուտող ենք այդ նույն սպիտակուցն էլ, որը որ մեզ թվում է թե ինքը մեզ չի վնասում, բայց մենք սովորություն ունենք այդ նույն խորովածը լավաշով, ամեն ինչն էլ շատ մեծ
Չափաբաժնով ուտել։ Այս չափաբաժնով մեծականակ ենք օգտագործում։ Այսինքն այստեղ խնդիրը եւ չափի մեջ է, մենակ որակի մեջ չէ, եւ չափի քանակի մեջ է, եւ նաեւ թե էլ ինչքան է բազմազան մեր սնունդը շատ հաճախ մենք կտեսնենք որ ինչ որ շատ միանման միաձև սնվելու միտում ունենք, այսինքն չկա բանջարեղեն, չկա միրգ, չկան ընդեղեն ռացիոնի մեջ եւ շատ ժամանակ երբ որ մենք քննարկում ենք պացիենտների մեջ հասկանում ենք որ իրենք միշտ sense միանման ինչ որ սպիտակուցային ու ածխաջրատային օրինակ շատ սուղ ինչ որ սննդամթերք են օգտագործում դրա համար կարևորը միայն այն չէ թե մենք ինչ ենք ուտում, կարևորը ինչքան բազմազան է եւ բազմաբնույթ է եւ ինչ քանակով ենք մենք այդ ամենը օգտագործում։ Այստեղ պետք է անպայման հիշենք, ավելորդ չէ հիշել այն բոլոր սոուսները, որոնք թաքնված շաքար են պարունակում, կետչուպները, այդ հավելումները, որոնք ավելի համեղացնում են սնունդը եւ կախվածություն առաջացնում։ Այսպիսով կալորիաները աճում են, ավելորդ քաշը դառնում է ճարպակալում։ Ինչպես հասկանալ, որ արդեն ունենք ճարպակալում, այսինքն ահազանգ առողջության համար։ Ու կարծում եմ բոլորն էլ գիտեն որ հաշվում ենք մարմնի զանգվածի ինդեքսը եւ ըստ դրա արդեն հասկանում ենք ունենք արդյոք մենք ավել քաշ թե արդեն ճարպակալման սանդղակի ճարպակալման նիշերի մեջ ենք, այսինքն երբ որ մենք հաշվում ենք մարմնի զանգվածի ինդեքսը այն պետք է լինի 18-ից 25, եթե 25-ից 30 է արդեն ունենք ավել քաշ, եթե 30-ից ավել է արդեն ունենք ճարպակալում եւ արդեն դա հիվանդություն է, որ պետք է բուժենք։ Այո։ Բայց եւս մեկ անգամ հիշեցնենք ինչպես չափել մարմնի զանգվածի ինդեքսը։ Մենք կարող ենք շատ արագ եւ հեշտ հաշվել, կան հատուկ հավելվածներ, որոնք շատ արագ հաշվում են մարմնի զանգվածի ինդեքսը, այսինքն մենք ներբեռնում ենք մեր քաշը, մեր հասակը, հաշվիչը տալիս է թե սանդղակի որ բանի մեջ ենք մենք այսպես կոչված, որ հատվածի մեջ ենք։ Ունենք նորմալ քաշ, որը 18-ից 25-ի մեջ է, ունենք ավել քաշ, որը 25-ից 30-ի մեջ է, թե արդեն ունենք ճարպակալում, որը 30-ից ավել է։ Ինչպես է ճարպակալումը քանդում առողջությունը։ Ինչ լուրջ հիվանդությունների պատճառ կարող է հանդիսանալ ճարպակալումը մանավանդ չբուժված երկար տարիներ անընդհատ ավելորդ քաշով ապրելը։ Հատկապես եթե դա դերասած երկարատև պատմություն է, այսինքն երկար տարիների խնդիր է, ճարպակալումը իր հետ բերում է բորբոքում, իր հետ բերում է ուրիշ հիվանդություններ, ինսուլինի նկատմամբ ռեզիստենտություն, շաքարի թվերի բարձրացում, ճնշման բարձրացում, խոլեստերինի թվերի բարձրացում, որը իր հետ բերում է ուրիշ հիվանդություններ, սիրտանոթային տարբեր հիվանդություններ, լյարդի ճարպակալում, որը այսօր էլի շատ տարածված վիճակ է ոսկորների հետ կապված, չէ, ասի որ ոսկորների հետ կապված են շատ խիստ փոփոխություններ են ունենում, բայց ունենում ենք հոդերի հետ կապված խնդիրներ, այսինքն արտրոզներ, որոնք ցավոք սրտի էլի բուժում չունեն, եթե մենք չենք նվազեցնում քաշը եւ շատ մեծ նշանակություն ունի։ Կարող է բերել տարբեր երիտասարդ տարիքում կարող է բերել տարբեր հորմոնալ շեղումների կախված մեր ռեպրոդուկտիվ օրգանների հետ, անգամ դվարանների ֆունկցիայի խախտում եւ անպետքություն կամ տղամարդկանց մոտ կարող է բերի սեռական ֆունկցիայի նվազման եւ դրանից բխող խնդիրների, այսինքն բոլոր ոլորտների վրա, մեր օրգանիզմի բոլոր ֆունկցիաների վրա կարող է ունենալ բացասական ազդեցություն։ Ուրեմն ճարպակալման դեմ պայքարի առաջին քայլը ավելորդ քաշից ազատվելն է, ինչպես, ինչից սկսել։ Դե ես չեմ բացահայտի Ամերիկա, որ ասեմ, որ միևնույն է այս խնդրի առաջին քայլը պետք է կարգավորել մեր սննդակարգը։ Անկախ նրանից, որ մենք որ փուլում ենք գտնվում եւ առաջարկվում է դեղորայք կամ չի առաջարկվում, սննդակարգի հետ աշխատանքը, սննդակարգի փոփոխությունը ավելի բազմազան սարքելը շատ ավելի մեծ նշանակություն ունի։ Կարգավորում ենք ջրային բալանսը եւ կարգավորում ենք քունը, հնարավորինս նվազեցնում ենք ստրեսային ֆոնը, եթե կա, որովհետեւ եթե մարդ չի քնում, շատ լարված է եւ շատ անհանգիստ է եւ մենք իրեն մի հատ էլ առաջարկում ենք ինքը զրկվի իր առօրյա այն սննդից, որից ինքը ստանում է դրական էմոցիաներ, մենք հաստատ ունենալու ենք հակառակ էֆեկտ։ Դրա համար միշտ փորձում ենք հասկանալ որ խնդիրն է ամենաառաջնայինը, արդյոք ունենք քնի հետ կապված խնդիրներ, արդյոք ունենք բարձր ստրեսային
միջավայր կամ ստրեսային վիճակ, ունենք որևէ հորմոնալ շեղումներ, խանգարումներ, բոլորը պետք է կարգավորենք, նոր սկսենք սննդակարգը, նոր եթե չի օգնում, արդեն ավելացնենք դեղորայքային բուժումը։ Հարցնում են հնարավոր է նիհարել միայն դիետայով։ Եվ արդյոք դա առողջ նիհարելու տարբերակ է։ Սննդակարգ ասվածը դա միայն նրա մասին չէ, որ մենք պետք է անենք խիստ սահմանափակումներ։ Եթե ամեն ինչը արվում է գրագետ, այո, հնարավոր է ու ես ունեմ շատ այդպիսի եւ գոլեգաներ եւ պացիենտներ, որոնք ովքեր որ նիհարել են ճիշտ սննդակարգ պահելով առանց ֆիզիկական ակտիվության, անգամ առանց շատ ինտենսիվ ֆիզիկական ակտիվության, բայց գոնե մինիմալ ինչ որ բաներ, այսինքն գոնե օրվա մեջ ամեն ժամը մեկ ինչ որ թեթև 5 րոպե քայլելը միշտ միացնում ենք։ Եվ կան մարդիկ, որ ասում են ես անընդհատ դիետաներ եմ պահում, քաշս իջնում է, հետո նորից վերադառնում։ Սա ինչ հետևանք է։ Այդ դա լինում է այն դեպքերում, երբ որ նախապես բոլոր խնդիրները լուծված չէ, այսինքն երբ որ կա բարձր ստրեսային միջավայր, մարդը շատ լարված է իր աշխատանքի մեջ, իր առօրյայի մեջ չի քնում ու մի հատ էլ փորձում է շատ սուղ սննդակարգով նիհարել, ինքը նիհարում է, բայց հետո միևնույն է, հենց վերադառնում է իր առօրյա ռեժիմին, շատ արագ հավաքում է եւ այդպես էլ պետք է լինի, որտեղ խորքային խնդիրներ չենք լուծել։ Ու կա նաեւ ուրիշ տարբերակ, որ մարդը ունի գենետիկական նախադրամադրվածություն եւ այս դեպքում էլ պետք է միշտ նկատի ունենալ, որ գենետիկական նախադրամադրվածությունն էլ է մեծ դեր խաղում եւ այո, այս դեպքերում մենք միշտ պետք է ստանանք բուժում, այսինքն լինենք հսկողության տակ, ստանանք բուժում, ոչ թե անընդհատ սուղ դիետաներով շատ նիհարենք, հետո նորից մի փոքր ուտելով շատ հավաքենք, այլ մի քիչ ավելի գրագետ երկարատև բուժում ստանանք։ Բուժում ասելով ինչ նկատի ունենք, սկսենք նրանից, որ շատ մարդիկ հեշտ տարբերակ են փնտրում եւ գտնում դեղատներից նիհարեցնող թեյեր կամ հավելումներ գնելով, սա բուժման ճիշտ տարբերակ է։ Չեմ կարծում, որ որևէ նիհարեցնող թեյ կամ որևէ ինչ-որ հավելում կարող է օգնել մշտապես կառավարել ավել քաշը, որովհետև նորից եմ ասում, դա բուժում պահանջող քրոնիկական հիվանդություն է։ Եթե կա արդեն դրված ախտորոշում, ճարպակալում ախտորոշում, ինքը պահանջում է բժշկի կողմից հսկողություն եւ գրագետ բուժում։ Բոլոր այն հավելումները կամ թեյերը, որոնք պարունակում են միզամուղներ կամ առաջացնում են ինչ-որ լուծողականի էֆեկտ են տալիս, հա, իրենք կարող են ունենալ շատ կարճաժամկետ դրական ազդեցություն, բայց իրենց բացասական ազդեցությունը շատ կլինի, որովհետև պացիենտը չի կարող ինքնուրույն հասկանալ ինչքանով է իրեն դա օգնում կամ ինչքանով է վնասում կամ ճիշտ դեղաչափ ընտրել, հիմնականում իրենք չունեն էլ դեղաչափեր եւ մենք չգիտենք էլ մեջը ինչ է պարունակում եւ ես անգամ ունեցել եմ դեպքեր, որ դրանից թունավորումներ են ունեցել նման պրեպարատներից, դրա համար շատ ավելի խիստ եւ զգույշ պետք է վերաբերվել նման դեղորայքին։ Ինչպես է բուժվում ճարպակալումը։ Ինչպես եք դուք ուղղորդում ճարպակալում ունեցող պացիենտներին։ Նայեք, քանի որ խոսել ենք մենք մարմնի զանգվածի ինդեքսի մասին, սովորաբար այն բոլոր պացիենտներ, ովքեր ունեն 40-ից ավել մարմնի զանգվածի ինդեքս, իրենք առաջարկվում է, որ դիմեն բարիատրիկ վիրաբուժությանը որպես լավագույն լուծում այս խնդրի, որովհետև բարիատրիկ վիրաբուժությունը տալիս է մեզ մինչև 40% քաշի նվազում եւ հիմնականում դա կայուն քաշի նվազում է լինում։ Պետք է միշտ քննարկել պացիենտների հետ, որ կա այսպիսի տարբերակ քաշի կառավարման։ Եթե անդրադառնանք ավելի մանրամասն, ինչ պետք է իմանա ճարպակալում ունեցող մարդը բարիատրիկ վիրահատությունից առաջ եւ հետո այս որոշումը կայացնելիս։ Դա շատ երկար ճանապարհ ենք իրար հետ անցնում իրականում, բոլոր այսպես ասած պլյուսները եւ մինուսները, բոլոր դրական եւ բացասական ազդեցությունները, հետևանքները, թե ինչ ակնկալիքներ մենք ունենք, բոլորը քննարկվում է, բայց եթե քաշի հետ մեկտեղ այցելուն ունի նաև որևէ ուրիշ հիվանդություն, օրինակ, չգիտեմ, շաքարային դիաբետ, սիրտանոթային խնդիրներ, լյարդի այնպիսի ճարպակալում, որը արդեն առողջական լուրջ խնդիրներ է առաջացնում, անգամ եթե BMI-ը մարմնի զանգվածի ինդեքսը 35-ից 40 է, միևնույն է մենք էլի խորհուրդ ենք տալիս, որ
դիմի բարիատրիկ վիրաբուժությանը, որովհետև էֆեկտը բարիատրիայից հետո շատ ավելի մեծ է լինում, քան այն սպասվող ռիսկերը, սպասվող ինչ-որ կողմնակի բաները, որը կարող է լինել, հա, կողմնակի խնդիրները։ Ինչպես է փոխվում մարդու կյանքը բարիատրիկ վիրահատությունից հետո, ապրելակերպը եւ հնարավոր է քաշը վերադառնա։ Իսկապես վիրահատությունը օգնում է սանձել ախորժակը, այսպես ասենք։ Միանշանակ, այո, միանշանակ օգնում է, կարող է ունենում ենք հա մինչև 20% աշխարհում տես նկարագրված է դեպքեր, որոնք կարող են նաև քաշի հետ վերադարձ լինի, բայց դա էլի նույնպես կախված է անձի կարգապահությունից, ինչքանով է ինքը հետևողական, ինչքանով է կարևորում իր անցած ճանապարհը եւ չի վերադառնում այն ապրելակերպի, որը ունեցել է, Բայց միանշանակ ախորժակը առաջվանը չի լինում։ Միանշանակ առաջվանը չի լինում, բայց մարդիկ կան, որ կարողանում են հասնել այն մակարդակի, իհարկե դա շատ հազվադեպ դեպքեր են, որ էլի հասնում են այն մակարդակի, որը ունեցել են մինչև բարիատրիկ վիրաբուժությունը, բայց դա շատ ավելի հազվադեպ դեպքեր են, բարեբախտաբար։ Հիմնականում բացառիկ էֆեկտիվություն ունի բարիատրիկ վիրաբուժությունը եւ իհարկե միշտ պետք է պացիենտների հետ դա քննարկել, անկախ նրանից, որ կան պացիենտներ, որ ասում են, չէ, ես երբեք չեմ գնա, դա ինձ համար վերջին, չգիտեմ, sense տարբերակը պետք է լինի։ Շատ մարդիկ ոչ վիրահատական ճանապարհով ավելորդ քաշից ազատվելու համար դիմում են նիհարեցնող ներարկումներին, հա, խոսենք սրանց մասին, Օզեմպիկի եւ մյուսների, որքանով են սրանք արդյունավետ եւ անվտանգ։ Սկսենք նրանից, որ մարդ իրավունք չունի ինքնուրույն գնա դեղատնից վերցնի որևէ նման ներարկման պրեպարատ եւ ինքնուրույն որոշի, որ ինքը պետք է ստանա պրեպարատը նիհարելու համար։ Բայց այդ միջոցները, որոնք մենք այսօր ունենք, իրենք հրաշալի կյանքեր փրկող շատ դրական ազդեցություն ունեցող դեղամիջոցներ են։ Այսօր ամբողջ աշխարհում բազմաթիվ հետազոտություններ կան արած, շատ մեծ թվականակով հետազոտություններ կան արված, որոնք ապացուցել են, որ GLP-1 ռեցեպտորներ ագոնիստները, ձեր ասած Ozempic, Mounjaro, Sertaro եւ այլն, իրենք բոլորը ունեն բացառիկ դրական ազդեցություն օրգանիզմի վրա ճարպակալման բուժման նպատակով, եթե իրենց նշանակում են կամ շաքարի թվերը կարգավորելու նպատակով, եթե նշանակում են, իրենք ունենում են շատ լավ ազդեցություն։ Այսինքն նվազեցնում են ոչ միայն քաշը, ոչ միայն շաքարային դիաբետի բարդություններն են կանխարգելում շաքարի թվերը նվազեցնելով, նաև ունեն շատ դրական ազդեցություն սիրտանոթային համակարգի վրա, լյարդի ճարպակալման բուժման ամենաառաջին պրեպարատներից են այսօր իրենք համարվում, ունեն դրական ազդեցություն անգամ տարբեր ինչ-որ նյարդաբանական հիվանդությունների վրա, բազմաթիվ հետազոտություններ են արվում այսօր այդ հիվանդությունների շուրջ, որոնք կարող է շատ կապված չեն հենց ճարպակալման հետ, բայց միևնույն է այդ դեղորայքների կիրառությունը բերում է դրական էֆեկտների, դրական ազդեցությունների, բայց միևնույն է, մենք միշտ պետք է հասկանանք, որ դա դեղորայք է, որը պետք է նշանակի բժիշկը, մասնագետը, ով ունի այդ փորձառությունը եւ ով կբացատրի բոլոր կողմնակի ազդեցությունները, դրական ազդեցությունները, բացասական ազդեցությունները, թե ինչ սպասելիքներ ունենք ու չկա երկու նման դեպք, այսինքն անկախ նրանից, որ մենք ունենք հատուկցություններ, հակացություններ եւ պացիենտի հետ աշխատանք եք անում, բացատրում ենք, թե ոնց ինքը պետք է ստանա, ինչքան պետք է ստանա, միևնույն է ամեն մի դեպք ունի իր անհատական մոտեցումը, անհատական վարման ձևը։ Անդրադառնանք տարածված միֆերին, բարձենք իրականությունը։ Ճարպակալումը միայն ուտելու մասին է։ Եթե քիչ ուտես, հաստատ կնիհարես։ Իհարկե միֆ, որովհետև միշտ չէ, որ քիչ ուտելը բերում է նրան, որ քաշի նվազում ենք ունենում, շատ կարևոր է նյութափոխանակության մակարդակը, գենետիկական նախատրամադրվածությունը, հորմոններն են միշտ մեղավոր ավելորդ քաշի համար։ Բացարձակ ոչ, այն պատկերացումը, որ ունի հասարակությունը, որ պետք է անպայման գտնենք ինչ-որ հորմոնալ շեղում, իրականությունը չի համապատասխանում։ Ճարպակալումը կամքի ուժի պակաս է։ Բացարձակ ոչ, միշտ չէ, որ պետք է մենք ունենանք կամքի ուժ, որ աշխատենք հիվանդության հետ։ Մենք չենք կարող ասել սիրտանոթային խնդրի ինչ-որ հիվանդություն, կամքի ուժի պակաս է։ Ունենք զարգերական ճնշում, կամքի ուժի պակաս է։ Ոչ, նույնպես ճարպակալումը, քանի որ դա հիվանդություն է, դա միշտ չէ, որ կամքի ուժի հետ
կապ ունի։ Եվ բուժում է պահանջում համապատասխան վիրահատությունից հետո այլևս չես գիրանա։ Կգիրանաս։ Եթե չհետևես։ Շնորհակալություն բժշկուհի, ամփոփենք ինչպես կանխարգելել ճարպակալումը եւ արդեն արկա հիվանդության դեպքում ինչպես բուժել ձեր խորհուրդները։ Կանխարգելելու համար պետք է հասկանալ, որ մենք միշտ պետք է հետևենք մեր սննդակարգին, ոչ թե սպասենք արդեն ունենանք խնդիր եւ մտածենք, վայ, արդեն ունենք ավել կիլոգրամներ եւ ինչ անենք, այլ հնարավորինս հետևենք ի սկզբանե փորձենք բազմազանություն մտցնել մեր սննդակարգի մեջ, հնարավորինս նվազեցնել այն սնունդը, այն սննդամթերքները, որոնք կարող են վնասակար լինել մեզ համար եւ իհարկե հնարավորինս ավելացնել ֆիզիկական ակտիվությունը մեր առօրյայում, ինչքան էլ դա տրիվիալ թվա, ինչքան էլ դա շատ խոսվում է, անդրադրամասում մենք խոսում ենք, դա շատ կարեւոր տեղ է զբաղեցնում կանխարգելիչ բժշկության մեջ առհասարակ։ Իսկ եթե կա արդեն արկա հիվանդություն, կա ճարպակալում, միանշանակ պետք է աշխատել մասնագետի հետ։ Կարող է դա լինել սննդաբան, կարող է լինել էնդոկրինոլոգ, կարող է լինել բարիատրիկ վիրաբույժ, կախված թե ինչ խնդիր է եւ ինչպես պետք է այն բուժել։ Միայնակ դժվար է հաղթահարել խնդիրը։ Միանշանակ դա վիճակ է, որը երբեք մարդ պետք չի միայնակ մնա խնդրի հետ, հատկապես ճարպակալման խնդրի հետ, որը իր հետ բերում է նաև հոգեբանական տարբեր փոփոխություններ, տարբեր իրավիճակներ, տարբեր շեղումներ, որոնք շատ ժամանակ եւ մենք օրինակ նաև հոգեբանի հետ ենք աշխատում, որովհետեւ մարդի վիճակի չի լինում միայնակ գրել այն բոլոր խնդիրները, լուծել այն բոլոր զգացմունքային փոփոխությունները, որոնք կարող են նաև պատճառ լինել քաշի ավելացման։ Շնորհակալություն բժշկուհի, կարևոր եւ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Տիրապետեք ինֆորմացիայի հզոր ուժին, տարբերեք միֆը ձեր առողջության մասին, իսկ ինֆորմացիան մի բան է, որը կիսվելուց չի պակասում։ Կիսվեք այս ինֆորմացիայով ձեր ընկերների հետ։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, հետևեք մեզ նաև սոցիալական էջերով։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև Յասաման ռեստորանին ընկերական համեղ հանդիպումների, ջերմ հիշողությունների լավագույն հավաքատեղի։ Շնորհակալություն նաև Հովակիմյան էսթետիկ կենտրոնին համագործակցության համար։ Մինչ հանդիպում։